իրավունքն է օրենքով նախատեսված ցանկացած իր հասեով սեփականության իրավունքով իրեն պատկանող բնականում եթե որևէ մեկը ցանկություն ունի հաշվառելու ապա նա կարող է տալ իր համաձայնությունը որպեսզի տվյալ անձը կամ մշտական կամ փաստացի հիմունքներով հաշվառվի իհարկե որոշ դեպքերում սա չի նշանակում որ ինչպես կարող է օրինակ 20 քառակուսի մետրում հա կամ 50 քառակուսի կամ 100 քառակուսի մետրի վրա բնակվեն 100 մարդ խնդիրը բնակվելուն չի վերաբերում համաձայն բնակության պետական ռեգիստրի մասին օրենքով յուրաքանչյուր անձ ինքն է ընտրում այն հասցեն կացարանը տարածքը որ ինքը հայտարարում կամ ընդունում է որպես իր հասցե կամ մշտական բնակության վայր ինքը ինչը չի ենթադրում մշտապես բնակվել սա այն վայրն է որը պետությունը տեղյակ է լինում տվյալ անձի հասցեի վերաբերյալ եւ ցանկացած դեպքում կամ իրազեկելու կամ քաղաքացի երևական որևէ ծանոթագիր ուղարկելու դեպքում ռեգիստրում պետք է լինի որևէ հասցե անձի վերաբերյալ սա ինքնին նաեւ այն ամբողջ կոնցեպտի հիմքն է կազմում որը դրվեց 2006 թվականից որ յուրաքանչյուր անձ պետք է հաշվառված լինի Հայաստանի Հանրապետությունում եւ իր հասցեի վերաբերյալ պարտավոր է ուղղակի հայտնել համապատասխան տեղական ռեգիստրներին ինչը ոչ բոլորն են ժամանակին կատարել եւ տարեստարի մեր ռեգիստրը կատարելագործվում է եւ ավելի մեծ թվով անձինք են փաստորեն հաշվառման կանգնել այդ գրանցումների հետ ինչպես պիտի վարվել յուրաքանչյուր ոք իրավունք ունի եթե անգամ իր համաձայնությունը տվել է որպեսզի իր տան վրա հաշվառվեն մեկից ավելի տասնյակ կամ չգիտեմ մի քանի տասնյակ մարդիկ նա իրավունք ունի ցանկացած պահի դիմել տարածքային անձնագրային ծառայություն եւ իր դիմումը միայն բավարար է որպեսզի այդ անձանց հաշվառումից անել սա ինքնին չի ընդհանրում որ այն անձինք ովքեր հաշվառումից դուրս եկան չեն կարող նորից ուզում կրկնել իրականացնել իրենց ընտրական իրավունք այդ անձին կարող են դիմել անձնագրային ծառայություն եւ ընտրության օրը այն հասցեով որտեղ նրանք գտնվելու են մասնակցել ընտրության Այսպեսով պարոն Օսիկյան ընտրացուցակները ինչ վիճակում են ձեր նկարագրածով կարծեք թե անթերի են այդ ընտրացուցակները Իհարկե մենք հեռու ենք այն մտքից որ հայտարարենք ամեն ինչ նորմալ է ցուցակների հետ անթերի ցուցակներ են բնավ ոչ ես նշեմ որ Արդեն մարտի 28-ից գործում է թեժգից անձնագրային վիզաների վարությունում եւ շուրջ 80 մենք զանգեր առաջարկություններ կամ մտահոգություններ ենք ստացել ընտրացուցակների հետ կապված, որոնց հետքերով այսպես գնացել ենք եւ առանձին դեպքերում շտկումները կատարել ենք։ Այդ կապակցությամբ ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն անձանց ուժերին քաղաքական, որոնք շահագրգիռ են ընտրացուցակներ ել ավելի կատարյալ դարձնելու։ Ես մի բան կարող եմ ուղղակի ասել, որ արվում է ամեն ինչ, որպեսզի ընտրությունների օրը մենք ունենանք այնպիսի ընտրական ցուցակներ, որոնք երբևէ չեն եղել նորանկախ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ, ես հավաստիացնում եմ, որ ամեն ինչ արվելու է։ Եվ խնդրեի ուղղակի, որ առանձին մարդիկ կամ ուղղակի որոշակի շահագրգիռ անձինք չանեն անհիմն մեկնաբանություններ, քանզի թեման շատ զգայուն է ինքնին եւ այս կամ այն որևէ զրույց կամ որոշակի տեղից լսված տեղեկատվություն դարձում է որպես իրական եւ փորձում են դա սերմանել հասարակության մեջ։ Ես կարող եմ ասել, որ ուղղակի սա մեր գերխնդիրն է այսօր պետական ռեգիստրի, ոստիկանության եւ խոստանում եմ նաեւ, որ բոլոր աշխատողները այս բանը լծված են այդ աշխատանքում եւ ամեն ինչ անելու են, որպեսզի ունենան կատարյալ ցուցակներ։ Շնորհակալություն բարձրաբանումների համար։ Առաջինի թագավարում փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանն էր։ Խորհրդարանական ընտրություններին պատրաստում է Երևանի քաղաքապետարանը, առաջնահերթ համարելով քաղաքի մաքրությունը։ Նախընտրական քարոզչական պաստառների համար քաղաքապետարանը տրամադրել է 825 գրատախտակ։ Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման եւ գովազդի վարչության պետը նշել է, որ քաղաքապետարանը բյուջեից 6 միլիոն դրամ է հատկացրել, որպեսզի նախընտրական այս ժամանակահատվածում քաղաքը չախտոտվի եւ հատկապես ընտրություններից հետո անմիջապես վերադառնա իր նախկին տեսքին։ Քարոզարշավի համար նախատեսված գրատախտակների համար հատուկ ստանդարտներ են սահմանված, եւ եթե այն քաղաքական ուժերը, որոնք խախտել են օրենքով սահմանված չափանիշերը, իրենք չշտկեն այդ խախտումները, ապա Երևանի քաղաքապետարանը իրավասու է ձեռնարկել համապատասխան միջոցներ։ Դե ինչ, եկանք նախընտրական բուն օրվան։ Ընտրությունների օրինականության վերահսկման միասնական շտաբի այսօրվա նիստը հանգել է բանավեճի կողմերի միջև եւ ըստ էության բերել անհամաձայնության։ Նախընտրական պայքարում Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, Հայ ազգային կոնգրեսը, Հայ հեղափոխական դաշնակցությունը եւ Ժառանգություն կուսակցություններն ըստ էության դեմ չեն ընտրությունների ընթացքը միասնական վերահսկելու, սակայն Ժառանգության ներկայացուցիչը այսօր կրկնել է նախկինում արած իր առաջարկը, ըստ որի Ժառանգությունը կմիանա նախաձեռնությանը, եթե ընտրությունների ընթացքի վերահսկման վերաբերյալ փաստաթուղթը ստորագրվի քաղաքական ուժերի լիդերների մակարդակով։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ներկայացնող Հմայակ Հովհաննիսյանը եւ Ժառանգության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը այդպես էլ ընդհանուր հայտարարիչ չեն եկել, թե ինչ գործառույթ է ստանձնում միասնական շտաբը։ Եթե մենք այդքան քաղաքական կամք չունենք, որ կողմնորոշվենք, թե որ դաշտում ենք գործելու, մենք ընդհակառակը այս շտաբի ձևավորումով ավելի կհիասթափեցնենք ժողովրդին։
այս շտաբը պետք է ձևավորվի հանուն, ոչ թե ընդդեմ, այս շտաբի ձևավորումը պետք է հստակ կարողանա դաշտ ստեղծել, որ յուրաքանչյուր կուսակցություն ոչ թե իր համար մանյովրի դաշտ ստեղծի քաղաքական։ Եթե հանուն կնշանակի պետք չի հակադրել կոալիցիային։ Ինչ կապ ունի կոալիցիոն հռչակագիրը եւ այս միասնական շտաբի ստեղծումը։ Բայց դու քո խոսքը կոալիցիա չի ստեղծվում։ Ես պիտի առաջարկեմ, պարոն Հովհաննիսյան, ինչքան էլ ասում եք նեյտրալ ենք, դու վաղուց Բարգավաճ Հայաստանի գոլդամարն եք, մի րոպե դե հիմա եթե պետք է շարունակես խոսել, չեմ խոսի։ Ուրեմն լռի։ Բարգավաճ Հայաստանի կուսակցության առաջնորդը նախընտրական քարոզարշավի շրջանակում այսօր եղել է Չարենցավանում եւ Հրազդանում։ Գագիկ Ծառուկյանը կարևորել է համապետական քվեարկության ընտրողների ակտիվ մասնակցությունը։ Բարգավաճը առաջնահերթ խնդիրը համարում է մարդկանց զբաղվածությունը եւ գտնում, որ շատ խնդիրների լուծմանը կարելի է հասնել ուժերը համախմբելու ճանապարհով։ Հավատա, վստահիր, պահանջիր։ Այս կարգախոսով է Բարգավաճ Հայաստան կուսակցությունը գնում խորհրդարանական ընտրությունների։ ԲՀԿ-ն լավ գիտի քաղաքացիների խնդիրները, բոլորի համար էլ առաջարկում է լուծումներ։ Մարդիկ ունեն ուշադրության կարիք, ուզում են լավ ապրել։ Նրանց համար պետք է ստեղծվեն պայմաններ, որ կարողանան արարել ու բարեկեցիկ ապագա ստեղծել իրենց երեխաների համար։ Չարենցավանցիներին ու հրազդանցիներին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը խնդիրների հաղթահարման բանալին խորհուրդ տվեց համախմբվածության մեջ փնտրել։ Հարկավոր է, որ դուք մասնակցեք ընտրություններին, ձեր ձայնը տաք այն կուսակցությանը, այն ծրագրին, ումը որ դուք հավատում եք եւ վստահում եք։ Պարտադիր պետք է մասնակցեք։ Մենք տեր ենք կանգնելու մեր ձայներին։ Միշտ ես ձեր կողքին եմ, բոլորդ էլ լավ ճանաչում եք, ինչ որ ասել եմ, ես միշտ իրականություն եմ դարձել։ Մեր քաղաքացիները պետք է մոռանան արտագաղթի ճանապարհը, անհրաժեշտ է ստեղծել պայմաններ, որ աշխատանքի համար ոչ միայն մարդիկ չմեկնեն արտասահման, այլև հայրենիքից հեռու աշխատողները վերադառնան Հայաստան։ Գագիկ Ծառուկյանն օգտագործելու է իր հնարավորությունները օգտակար լինելու երկրին ու ժողովրդին։ Կուսակցության միջոցով ամեն ինչ անելու է, որ բոլոր քաղաքացիներին բարեկեցիկ ապրելու հավասար հնարավորություն տրվի։ ԲՀԿ նախագահը համոզված է, բարեգործությամբ երկիր չես կառուցի։ Առաջիկա 5 տարիների համար կուսակցության հիմնական խնդիրը կլինի լուծել երկրում զբաղվածության խնդիրը։ Յուրաքանչյուրը իր քրտինքով պետք է կարողանա վաստակել ու հոգալ իր ընտանիքի կարիքները։ Ծանոթացեք մեր ծրագրի հետ։ Մենք այսօր ոչ թե ասում ենք, վայ, ձեր ձայնը տվեք մեզ։ Մենք ասում ենք, այդ ծանրությունը մենք վերցրել ենք, պատրաստական ենք։ Քաղաքականության մեջ այդ պայքարի մեջ ես ոչ մտել եմ, ոչ թե իմ անձնականի համար, պաշտոնի, գումարի, հեղինակության, Աստծո կամոք։ Դուք գիտեք, որ Աստծո կամոք այդ բոլորը ես ունեմ, եւ իմ եղածի չափով ուզում եմ օգտակար լինել։ Բարգավաճ Հայաստանը անելու է ամեն ինչ, որ իր կուսակցության հանդեպ ժողովրդի վստահությունը կրկնապատկվի։ Գործերով են ապացուցելու, որ արժանի են այդ վստահությանը։ Բարգավաճ Հայաստանն ըստ Գագիկ Ծառուկյանի ավելի քիչ խոսում, առավել շատ գործում է։ Մեր համար ամենակարևորը մարդն է, հասարակ սովորական մարդը։ Մեր երկրի հերոսը պետք է լինի ոչ թե պաշտոնյան ու ղեկավարը, այլ պետք է լինի հասարակ մարդը, որը բարիք է ստեղծում երկրի համար, ժողովրդի համար։ Ամենակարևորը բոլորի համար պետք է ազատ լինի մրցակցության դաշտը։ Թե ինչպիսի երկրում ենք ապրելու առաջիկա 5 տարիներին, որոշողը ըստ ԲՀԿ նախագահի միայն ժողովուրդն է։ Գագիկ Ծառուկյանն ընտրողներին խորհուրդ տվեց չզիջել ծանոթ բարեկամի, այլ լսել, կարդալ բոլոր կուսակցությունների, թեկնածուների նախընտրական ծրագրերը, վերլուծելու սեփական հետևություններն անել, ում խոսքն է մինչև հիմա գործ եղել։ Արմինե Պետրոսյան, Տիգրան Բաբայան, Առաջին լրատվական։ Արմավիրի մարզում ընտրողների հետ հանդիպմանը Հանրապետական կուսակցության նախագահը կարևոր մի նորություն է հայտնել։ Մեկնարկում է նոր, ավելի հզոր ատոմակայանի կառուցումը։ Սերժ Սարգսյանն այցելել է մի քանի բնակավայր, ներկայացրել արդեն արվածն ու հետագա անելիքները, հորդորել հավատալ նախընտրական քարոզարշավի այն մասնակիցներին, որոնց վստահում են, որոնց անցած ուղուն եւ կատարած գործերին ծանոթ են։ Նա ասել է, որ որպես երկրի նախագահ ցանկանում է, որ այս ընտրությունները լինեն մեր պատմության մեջ լավագույնը։ Մարզի խոշոր քաղաքներում, կենտրոն Արմավիրում, հոգևոր մայրաքաղաք Էջմիածնում, կարելի է ասել էներգետիկ մայրաքաղաք Մեծամորում, ինչպես նաև խոշոր համայնքներում հարակից գյուղերի բնակիչների մասնակցությամբ անցավ հանրապետականների այսօրվա քարոզարշավը։ Կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանն անձամբ էր ներկայացնում իր ղեկավարած քաղաքական ուժի ծրագրային դրույթները, արվածն ու անելիքը։ Նա վստահեցրեց, որ շարունակելու են ջանքերը պետության զարգացման ու ժողովրդի բարեկեցության բարձրացման ուղղությամբ։ Ունենալ ուժեղ գյուղ նշանակում է այնտեղ հասանելի դարձնել քաղաքային ծառայությունները, ինտերնետը, լավ ճանապարհը, բարեկարգ դպրոցը եւ կպարզվի, որ գյուղում ապրելը կդառնա ավելի հարմարավետ։ Ուզում եմ բոլորիդ կոչ անել ամուր կարճել այս հողին, այն հողին, որ կերակրում է մեր հանրապետության մեծ մասին, այն հողին,
որ երկար տարիներ ձեզ ապահովել է։ Ամենայն դեպս ուրիշների հետ համեմատ բարեկեցություն այն հողին, որը սուրբ է եւ որի համար մենք պատրաստ ենք պայքարել։ Զգույշ եղեք, ասում է հանրապետականի ղեկավարը։ Առաջիկայում շատերը կգան, մեծ խոստումներ կտան։ Կտեսնեն ձեր մեջ թոշակառու կամ ուսուցիչ, կասեն 10 անգամ կբարձրացնենք թոշակն ու աշխատավարձը։ Հավատացեք միայն նրանց, ում վստահում եք, ում անցած ուղուն եւ արած գործին եք տեղյակ, հորդորեց Սերժ Սարգսյանը։ Զգուշությամբ տնօրինեք ձեր հզոր գործիքը, ձեր ձայնը, ասաց նա։ Առանց հավատի Արցախը չէր ազատագրվի, Հայաստանը ոտքի չէր կանգնի։ Առանց հավատի Հայաստանը չէր դառնա միջուկային տերություն ու առանց հավատի ընդհանրապես ոչինչ չի փոխվի մարզի բնակիչներին, ասում էր Սերժ Սարգսյանը։ Իդեպ մեծամորձիներին ՀՀԿ ղեկավարը տեղեկացրեց, որ նոր ատոմակայանի կառուցման աշխատանքն արդեն ընթացքի մեջ է, իսկ 2014-ից տեսանելի կլինի նաև վերգետնյա մասը։ Դա լինելու է հզոր 1000 մեգավատանոց կայան, իսկ կայանի աշխատողների համար պետք է մտածել ստեղծելու համար սոցիալական նույնպիսի փաթեթներ, որպեսզի գործում են քաղաքծառայողների համար։ Մեր մարզում ԱՀԿ-ին գործողություններ կատարվել է, ԱՀԿ-ին էլ սպասելիք ունենք, որ առաջիկայում կատարվելու է։ Զգում ենք տարբերությունը կա, ով ոնց ես անձամբ զգացել եմ տարբերությունը էլ ավելի լավին։ Ամեն ինչ լավ է մեր։ Լավից բացի։ Մեր ամենամեծ քննադատը մենք ենք, ժողովրդին, ասում է Սերժ Սարգսյանը։ Շատ լավ գիտենք առկա հսկայական խնդիրները, որոշ հարցերում էլ թերացել ենք, գուցե նաև օբյեկտիվ պատճառներով, արտաքին մարտահրավերներով պայմանավորված։ Սակայն ավելացրեց հանրապետականների ղեկավարը, նաև ոչ մի լումայով չեն կրճատել սոցիալական ծախսերը, ինչը ցնցումների գնով ստիպված էին անել շատ զարգացած երկրներ։ Հնարավոր է 4 տարի հետո էլ ոչ ամեն ինչ լինի իդեալական։ Բայց որևէ մեկը չի կարող մեզ մեղադրել անգործության մեջ, որևէ մեկը մեզ չի կարող մեղադրել, որ մենք ջանք չգործադրեցինք, ոչ մեկը չի կարող մեզ մեղադրել, որ մենք իշխանությունը դիտարկում ենք որպես վայելք, այլ ոչ թե որպես տքնաջան աշխատանք եւ պատասխանատվություն։ Մեկ հիմնական խոստում, որ հանրապետական կուսակցության առաջնորդը տվեց Արմավիրի մարզի բնակչությանը, աշխատել գերագույն լարումով, որի արդյունքում կունենանք ավելի լավ երկիր։ Մայիսի 6-ով ոչինչ չի ավարտվում։ Ամսի 7-ին մարդիկ, հարևաններ, բարեկամներ տեսնելու են միմյանց ու պետք է խուսափել այնպիսի քարոզարշավից, որը մարդկանց մեջ անհանդուրժողականություն կսերմանի հակառակ հայացք ունեցողի նկատմամբ։ Որպես հանրապետական Սերժ Սարգսյանը կցանկանար, որ իր կուսակցությունը առավելագույն ձայն շահեր։ Որպես երկրի նախագահ էլ կամենում է, որ այս ընտրությունները լինեն լավագույնը երբևէ անցկացվածներից։ Շատ պարագաներում մարդիկ, ովքեր առանձնապես քաղաքականապես ակտիվ չեն, համարում են, որ իրենցից քիչ բան է կախված, որ իրենք ոչինչ չեն կարող փոխել, այդպես չի, ձեզնից յուրաքանչյուրը կարող է շատ բան անել, այդ դրա համար ենք մենք կոչ անում, որպեսզի հավատանք մեր ուժերին, հավատանք մեր հնարավորություններին, հավատանք, որ մենք կարող ենք շատ բանի հասնել։ Պետք է հավատալ սեփական քվեին ու քվեարկել խղճի մտորք։ Հավատում եմ, որ հանրապետական կուսակցությունը կշահի, քանի որ իր հիմքերը ճիշտ ուղու վրա են տրված, ճիշտ արմատների վրա։ Արթուր Գրիգորյան, Մայա Խաչատրյան, Արման Ղարեբյան եւ Հակոբ Թումանյան, առաջին լրատվական Արմավիրի մարզից։ Հանրապետական կուսակցությունն աջակցություն է ստանում հասարակական կազմակերպություններից։ Առողջապահության կազմակերպիչների միավորում հասարակական կազմակերպությունը հայտարարել է, որ ազգային ժողովի ընտրություններում սատարելու է նախագահ Սարգսյանի գլխավորած կուսակցությանը։ Կազմակերպությունն ունի շուրջ 20,000 անդամ։ Առողջապահության կազմակերպիչների միավորում հասարակական կազմակերպությունը բարձրակարգ եւ մատչելի առողջապահություն յուրաքանչյուրի համար կոնֆերանսի ժամանակ ընդունած հայտարարությամբ սատարել է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը եւ իր բոլոր անդամներին ու համակիրներին կոչ է արել քվեն տալ հանրապետականին։ Հասարակական կազմակերպության համանախագահ Դերենիկ Դումանյանը նշել է, որ կազմակերպությունն ունի մոտ 20,000 անդամ եւ համարվում է առողջապահության ոլորտի ամենաներկայացուցչական կառույցը, որտեղ ներգրավված են ոլորտի կազմակերպիչներ, անվանի բժիշկներ, երիտասարդ բուժաշխատողներ։ Մենք բժիշկներս լավ ենք գիտակցում մեր դերն ու նշանակությունը մեր երկրի կայունության ու զարգացման գործընթացում, քանի որ ազգաբնակության առողջության պահպանումը հանդիսանում է հասարակության զարգացման եւ ազգային անվտանգության
գլխավոր երաշխիքներից մեկը։ Առողջապահության կազմակերպիչների միավորումը մասնակցել է Հայաստանում վերջին 5 տարիներին ընթացող առողջապահության ոլորտի գործընթացներին եւ շարունակելու է նպաստել ոլորտի արդիականացմանն ու բարեփոխմանը, նշվեց կոնֆերանսի ընթացքում։ Հասարակական կառույցն այսուհետև եւս շարունակելու է աջակցել առողջապահության ոլորտի զարգացմանը, նպաստել Հայաստանում բնակչությանը ցուցաբերվող բժշկական օգնության որակի բարձրացմանը եւ առողջապահական ծառայությունների մատչելիությանը։ Առողջապահության կազմակերպիչների միավորումը նաեւ ակտիվ մասնակցելու է մեր երկրում առողջապահության կազմակերպման, կառավարման, ֆինանսավորման եւ տնտեսական ժամանակակից մեխանիզմների, նորմատիվների, մասնագիտական չափորոշիչների մշակմանն ու ներդրմանը։ Դավիթ Մուրադյան, Առաջին լրատվական։